Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը, սիրելիներ, փառք նրան, որ այսօր հավաքվել ենք։ Այսօրվա խոսքս վերնագրել եմ հետևյալ կերպ. մտերմություն սիրող Աստված։ Սիրելիներ, Տերը ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրը, ով իրեն ընտրել է Տեր ու Փրկիչ, իր հետ լինի մտերիմ հարաբերության մեջ։ Տերը ցանկանում է, որպեսզի մեզանից ամեն մեկը ձգտի դեպի Աստված։ Մեր Աստված հարաբերություններ սիրող Աստված է։ Եվ Աստված ուզում է ներգրաված լինել մեր յուրաքանչյուր կյանքի, յուրաքանչյուր իրավիճակի մեջ։ Եվ այդ իրավիճակները ինչի մեջով էլ որ մենք անցնում ենք, Տիրոջը հետաքրքրում են։ Եվ դա է պատճառը, որ Աստված մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ հանդես է գալիս տարբեր կերպ։ Երբեմն սիրող Աստված, գթառատ Աստված, ներող Աստված, օգնող Աստված, պահող ու պաշտպանող Աստված։ Աստված չի փնտրում, սիրելիներ, պարզապես հավատացյալներ, ծառայողներ, այլ փնտրում է իր հետ մտերիմ հարաբերություն ունեցող զավակներ։ Եվ Աստված, սիրելիներ, մեր շատ գործողություններ, նույնիսկ ծառայություններ կարող են լինել ինքնանպատակ, եթե չկա ամենակարևորը՝ մտերիմ հարաբերությունը Տիրոջ հետ։ Եվ երբ ձևավորվում է այդ մտերիմ հարաբերությունը Տիրոջ հետ, այդ հարաբերությունից ծնվում են գործողություններ ու ծառայություններ, որոնք դառնում են նրա սրտին համապատասխան, որոնք լինում են նրա կամքի մեջ։ Շատերին կարող է թվալ, թե Աստված բնակվում է հեռուներում։ Կարող է թվալ, թե Աստված խիստ է, պատվիրաններ տվող, սակայն երբ նայում ենք Տիրոջ խոսքը, ասում է, երբ ստեղծեց Ադամին ու Եվային, ժամանակ առ ժամանակ Տերը գալիս ու հաղորդակցվում էր նրանց հետ։ Այսօր էլ նրա սիրտը նույնն է, սիրելիներ, եւ ցանկություն ունի մեզանից յուրաքանչյուրի հետ հաստատելու այդ մտերիմ հարաբերությունը։ Նա մեզ չստեղծեց իրենից անկախ ապրելու համար, այլ ընդհակառակը ստեղծեց իր հետ մտերիմ հարաբերություն ունենալու համար։ Թեև մեղքի պատճառով մենք կտրվեցինք Տիրոջից, սակայն Քրիստոսի զոհի միջոցով այսօր մենք հնարավորություն ունենք մոտենալու նրան։ Հնարավորություն ունենք մտերիմ հարաբերությունների մեջ մտնելու մեր Աստծո հետ։ Կուզեի կարդալ Աստվածաշնչյան մի քանի համարներ, սիրելիներ, որտեղ նկարագրվում է, թե Աստված որքան է ցանկանում մտերիմ հաղորդակցության, հարաբերության մեջ լինել մեզ հետ։ Հակոբոսի 4:8-ում ասում է. «Մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ»։ Մեր Տերը սիրում է երկկողմանի մտերմություն, սիրելիներ։ Նա չի ճնշում, նա չի ստիպում, այլ համբերատար սպասում է, թե երբ մեր քայլերը կուղղվեն դեպի իրեն։ Հովհաննեսի 15:15-ում ասվում է. «Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է անում, ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ հորից լսեցի, ձեզ հայտնեցի»։ Տեսնում ենք նրա վերաբերմունքը դեպի մեզ որպես բարեկամների, որպես զավակների։ Ուստի սիրելիներ, որպես Աստծո բարեկամներ, որպես նրա զավակներ, բարեկամություն ու մտերմություն հաստատենք մեր Տիրոջ հետ։ Հայտնության 3:20-ում ասվում է. «Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ։ Եթե մեկն իմ ձայնը լսի ու դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ ինձ հետ»։ Մեզ անհրաժեշտ է լսել նրա ձայնը, խոնարհվել այդ ձայնին, եւ Աստված բնակվում է այդ ձայնին խոնարհվող մարդկանց սրտերում։ Ուրեմն սիրելիներ, եւ ինչպես Եսայի 57:15-ում է ասվում, եւ արդ այսպես է ասում բարձրը, բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է։ Ես բնակվում եմ բարձունքներում եւ սուրբ տեղում, բայց բեկված ու խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։ Ուստի սիրելի քույրեր ու եղբայրներ, մտերմություն սիրող Աստված չի սպասում մեր կատարյալ վիճակին, այլ ինչպիսին էլ որ կանք, թեկուզ հոգսերով ու խնդիրներով, թեկուզ տկարացած ու թուլացած, նա մեզ բոլորիս ասում է. «Եկ ինձ մոտ»։ Ուստի թող Տիրոջ անունը փառավորվի, կխնդրեի ոտքի կանգնենք եւ աղոթենք։
աղոթենք Տիրոջ այդ մտերմության համար, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը ունենա այդ մտերմությունը, վայելի Տիրոջ մտերմությունը եւ այդ մտերմությունից կծնվեն գործողություններ ու ծառայություններ, որոնք կլինեն նրա կամքի մեջ ու նրա սրտին համապատասխան։ Փառք ես մեր երկնային Տեր, մեր սիրելի Աստված, փառաբանում ենք քո սուրբ անունը, Տեր, օրհնյալ ես դու։ Խնդրում եմ Տեր, որպեսզի մեզանից յուրաքանչյուրի հետ աշխատանք տանես, Տեր, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա հաղորդակցվել քեզ հետ, լսի քո ձայնը, Տեր, առաջնորդվի քո սուրբ հոգուց, Տեր։ Լինենք մարդիկ, որոնք գործում են այս երկրի վրա քո հոգուց ներշնչված, քո ուղղորդումներով, քո սուրբ հոգուց զորություն առած։ Խնդրում ենք, Տեր, քո հոգով լեցնես յուրաքանչյուրիս, օգնես Տեր Աստված այս աշխարհում ապրելու այնպես ինչպես դու ես ուզում, եւ քո հետ մտերիմ հարաբերությունների մեջ լինելով Տեր Աստված, ապրենք մեր կյանքը քեզ հաճեցնելով։ Այս ամենը խնդրեցի քո որդի Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։